Ողջույն բոլորին, ես Արսենն եմ եւ ձեզ հետ է Ecocomp համակարգչային խանութ սրահը։ Այսօրվա վիդեոյում կլինի լայվ խաղ, թե ինչպես անել, որպեսզի համակարգիչը չունենա ոչ մի խնդիր կապված էլեկտրականության հետ։ Պարզապես պետք է տեղադրել Seasonic բրենդի սնուցման բլոկը։ Իսկ ավելի մանրամասն գնացինք։ Որպես կանոն, ճիշտ սնուցման բլոկ ընտրելը շատ պատասխանատու քայլ է, քանի որ ձեր համակարգչի երկարատև եւ ստաբիլ աշխատանքը ամբողջովին գտնվում է տվյալ դետալի ձեռքերում, եւ համակարգիչ գնելուց խնայողություն կատարելը սնուցման բլոկի վրա ուղղակի հանցագործություն է։ Seasonic բրենդը հիմնադրվել է 1975 թվականին։ Սկզբում բրենդը միայն զբաղվում էր թեստային էլեկտրոնային սարքավորումների արտադրանքով։ Արդեն 1980 թվականից ընկերությունը սկսեց արտադրել իմպուլսային սնուցման բլոկեր նախատեսված համակարգիչների համար, եւ այդ ժամանակաշրջանում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը շուկայում, եւ առաջին համակարգիչները, որոնց վրա մասշտաբորեն սկսեցին տեղադրվել Seasonic բրենդի սնուցման բլոկերը, հանդիսանում էին Apple II-ը եւ IBM PC-ն։ Այնպես որ այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Seasonic բրենդի 660 Վտ հզորություն ունեցող սնուցման բլոկը, որը նաև ունի օգտակար գործողության գործակցի սերտիֆիկատ 80+ պլատինիում։ Սկսենք փաթեթավորումից։ Տուփը ունի գեղեցիկ համեստ մինիմալիստական դիզայն։ Արդեն տուփից հասկանալի է դառնում, որ ներսում բավականին լուրջ սնուցման բլոկ է գտնվում, քանի որ բլոկը ունի 660 Վտ հզորություն, իսկ տուփի վրա առկա է NVIDIA SLI նշանը, որը վկայում է բլոկի համատեղելիության մասին երկու եւ ավելի տեսակարտերի հետ։ Ետևի կողմում տեսնում ենք բոլոր մանրամասն ինֆորմացիան բլոկի մասին, ինչպես նաեւ տեխնոլոգիական տվյալներ։ Կոմպլեկտավորումը բլոկի նույնպես վկայում է նրա տոպային լինելու մասին։ Բացի ստանդարտ կոմպլեկտավորումից, այն նաեւ ունի հարմարավետ zip ամրակներ, որոնք կհեշտացնեն cable management-ի գործընթացը։ Առկա է նաև գեղեցիկ ֆիրմային պայուսակ, որտեղ կարող եք պահել տվյալ պահին չօգտագործվող լարերը։ Բացի այս ամենը, կոմպլեկտում առկա է նաև 4 պտուտակ, նախատեսված բլոկը քեյսին ամրեցնելու համար, հոսանքի լար, մանուալ, բլոկի մոդուլային լարեր եւ եւս մի շատ գեղեցիկ եւ հարմարավետ պայուսակ, որի մեջ հենց գտնվում է մեր բլոկը։ Բլոկը, ինչպես եւ իր տուփը, ունի մինիմալիստական դիզայն։ Այն շատ ծանր է, որն էլ վկայում է իր բարձրորակության մասին։ Իրանը պատրաստված է բարձրորակ եւ ամուր երկաթից։ Ինչպես եւ նշեցի, բլոկը ամբողջովին մոդուլային է։ Անջատելի են նաեւ 24 մայրական սալիկի եւ 8 պին պրոցեսորի սնուցման լարերը։ Բլոկի առավելություններից է նաև յուրօրինակ հիբրիդային հովացումը, որը ցածր եւ միջին ծառաբեռնվածության ժամանակ հովացնում է բլոկը ամբողջովին պասիվ կերպով, այսինքն առանց քուլերի օգնության։ Իսկ մանրամասն ելքերի եւ կոնեկտորների մասին ես կցուցադրեմ ռուսերեն ագուսակով, որպեսզի ել ավելի հասկանալի լինի։ Բլոկը ունի մեծ մուտքային լարման դիապազոն, որը 100-ից 240 վոլտ է։ Այնպես որ այս բլոկի օգտագործողը կարող է չմտահոգվել հոսանքի տաղտալումներից, որոնցից հիմնականում խափանում է առաջանում ողջ համակարգչի մեջ։ Ինչպես արդեն նշել էի, բլոկը ունի 80+ պլատինիում օգտակար գործողության գործակցի սերտիֆիկատ, որը այս մոդելի բլոկերի ամենաբարձր սանդղակն է։ Կապված բլոկի ներքին կառուցվածքի հետ նշեմ, որ սալիկը հավաքված է աշխարհի մասշտաբով ամենաորակյալ դետալներով, որոնք ապահովում են բարձր էներգոէֆեկտիվություն։ Ամեն խումբը ուժային էլեմենտների պատված է ալյումինե ջերմափոխադրիչով։ Բացի այդ, նաև հենց Իրանը հանդիսանում է որպես հովացնող համակարգ, որը տեքստիլին հպվում է սիլիկոնե տերմոթիթեղների միջոցով։ Մուտքի բարձր լարման հատվածում առկա է EMI ֆիլտր հաճախականության հարթեցման համար։ Որպես կոնդենսատոր այստեղ հանդես է գալիս աշխարհահռչակ ճապոնական Nippon Chimicon բրենդը։ Իմպուլսային հարթեցման գործը նույնպես նպաստում են լավագույն բրենդերի կոնդենսատորները, որոնցից են Nippon Chimicon-ը, Rubicon-ը եւ FC Caps-ը։ Բլոկի ակտիվ հովացումը կատարվում է 120 մմ դրամագիծ ունեցող քուլերով, որը նույնիսկ մաքսիմալ արագություններով աշխատանքի ժամանակ շարունակում է մնալ լուռ։ Հովացման հիբրիդ տարբերակով քուլերը սկսում է պտտվել միայն 400 Վտ հզորությունից ավել օգտագործման ժամանակ։ Այլ կերպ ասած, ֆիլմեր դիտելիս, բրաուզինգով զբաղվելիս կամ որոշ քիչ աշխատանքային ռեսուրս պահանջող խաղեր խաղալիս, սնուցման բլոկը հովանում է պասիվ կերպով։ Իսկ ոչ հիբրիդ տարբերակով քուլերը սկսում է պտտվել 800 պտույտ րոպե արագությամբ այն պահից, երբ միացվում է համակարգիչը։ Եվ նաև ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել ձեզ։ Բոլորիս կողմից շատ սիրված եւ վստահություն ներշնչող Corsair բրենդը, իսկ ավելի կոնկրետ AX ամենակատարելագործված դասի ներքին կառուցվածքը եւ դետալները պատվիրում է գուշակեք որ բրենդի մոտ։ Դե իհարկե Seasonic բրենդի մոտ։ Եվ պարզապես պատկերացրեք, եթե Seasonic-ը Corsair-ին ապահովում է նման բարձր որակ, ապա պատկերացրեք, թե ինչ բարձր որակ այն կապահովի իր
անձնական անվան տակ դուրս եկող տեխնիկայի համար։ Հետևությունները թողում ենք ձեզ։ Իսկ ես Եզրափակելով ինչ կարող եմ ասել, եթե սնուցմաբլոգ, ապա Seasonic։ Դե ինչ այսօր այսքանը։ Եթե հավանեցիք վիդեոն դնում եք լայք, եթե չհավանեցիք բնականաբար դնում եք դիսլայք, արտահայտում եք այս ամենի մասին ձեր կարծիքները կոմենտներում։ Ես Արսենն եմ, ձեզ հետ է Ego.com համակարգչային խանութ սրահը։ Մի զրկեք ձեզ լավագույնից։ Մնացեք խաղաղությամբ։